Բարև Սարագերի գործընկերներ, սկսվում է Fast-X Premier League-ի Ուրարտու Նոա հանդիպման այդ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը խոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Արզումանյան, կարծիք խաղի մասին։ Կարծում եմ լավ հանդիպում եղավ երկկողմանի, Նոան լավ թիմ է, լավ ֆուտբոլիստներով եւ դրական արդյունքով պոզիտիվ եկել էին այս հանդիպմանը։ Մենք առաջին խաղակեսում շատ լավ հանդիպում անցկացրեցինք, թե գնդակով, թե առանց գնդակ ճնշում էինք մրցակցին։ Ստացվում էր շատ դրվագներով պաշտպանության գրեթե յուրաքանչյուր հատվածներում, թե բարձր պրեսինգ, թե միջին զոնայում պաշտպանություն։ Ուղղակի եղան մի քանի հակագրողներ մրցակցի կողմից, բնական է, լավ որակով ֆուտբոլիստներ ունեն, գնդակով էլ կարողանում էինք թե առաջ խաղացում ունենայինք, թե ունեցանք լավ պահ 11 մետրանոցից, որը ցավոք չիրացրեցինք, բայց երկրորդ խաղակեսում Նոան ճնշում էր ավելի շատ, մեզ մոտ հիմնականում խնդիրը կարծում եմ գնդակով խաղի ոչ այդքան լավ ստացվելու պատճառով մի քիչ ավելի մեր կիսադաշտում էինք, բայց եթե խաղը այդպես էր թելադրում, այդպես խաղացինք եւ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին, ով սկզբից սկսեց, ով մտավ, ով չմտավ, բոլորին կարծում եմ լավ հանդիպում էր եւս մեկ քայլ մեր խաղը բարելավելու ուղղությամբ։ Շնորհակալություն, հարցեր Ռոբ։ Առաջին խաղակեսի առաջին 10 րոպեներում Ուրարտուն շատ ակտիվ էր գործում եւ այնպեսի տպավորություն էր, որ ցանկանում եք արագ գոլ խփել, համակարգալի միգուցե վերցեք նաեւ մրցակցին, որովհետեւ դա միտքը Չէ, այդպեսի պլան չունենք, որ արագ գոլի հեղինակ դառնանք, մեր ցանկությունը ամեն րոպեին գոլի հեղինակ դառնալն է եւ այդպես ստացվեց, որ առաջին հատվածը ավելի մեծ ճնշում էին գործադրում, երևի թե հենց գնդակով լավ խաղի շնորհիվ էր ֆուտբոլում, երբ որ լավ ես գրոհում, լավ պաշտպանվում ես, լավ գրոհ ես, որ ստացվում էր այդ խաղը թե պաշտպանության, թե հարձակման մասով պահ ունեցանք խաղը վերջում ամենառեալ պահը 11 մետրոնոցից, բայց ֆուտբոլը մեր առաջնության լավագույն ռմբարկունը, որը մեծ առաջընթաց է ունենում, 11 մետրոնոցը ինքը յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է իրացնել։ Շնորհակալություն, հարցեր Ռոբ։ Հարցս դարպասապայի դեպքի մասին է, երրորդ խաղն է արդեն դարպասում Միշիևն է, Մարտինյանն էլ առաջիկայում ամեն հավաքակցությամբ երիտասարդական հավաքական հրավիրվի, որն է այս ռոտացիայի պատճառը։ Մենք ունենք լավ դարպասապահներ, 3 Մարտինյանը առաջնության բոլոր խաղերը ինչ սկսեց առաջնություն խաղում էր, հանդիպում է եղել նրա շնորհիվ ենք հաղթել, այսպես ասած, ունեցել է նաև որոշակի վայրի վերումներ եւ պրոցես է մեզ մոտ, եթե նկատել եք, գրեթե բոլոր ֆուտբոլիստներն են խաղացել, բայց դա ինքնանպատակ չի, բացի մեկ ֆուտբոլիստից բոլորը խաղաժամանակ ստացել են եւ պրոցեսի ընթացքում Միշևի մարզումների իր տվյալների թե գնդակով խաղի, ոտքով եւ այլնի, կարծում նա արժանացավ եւ երրորդ խաղը նաեւ իր շնորհիվ ամբողջ թիմի, նաեւ թե Մարտինյանի թե Դրագոյի օգնությամբ նա անառիկ է պահում մեր դարպասը։ Շնորհակալություն, հարցեր Հրաչ։ Բարև Ասմանյան, հարցս Ալեքսանդր Դյոբեի մասին է, ես չեմ խաղում երկրորդ անգամ ենք մեկնական խաղում, ինձ բազավիճակը այս պահին ինչ է։ Բարելավում է, լավ մարզավիճակում է, ինքը մաքուր 9 համար չէ, այսօր փորձել էինք այլ ոճով խաղալ, նա կարողանում է լավ ճնշել մրցակցին, պրեսինգներ անել, կարողանում է իջնել գնդակով տարածությունները գտնել, զգալ եւ գնդակով վտանգավորել գծերի արանքում, բարելավում է մարզավիճակը, մեր հարձակողները տարբեր ոճ են ու ըստ մրցակցի մենք որոշակի դետալներ մեր ոճը պահելով փորձում ենք ամեն խաղին ունենալ որոշակի փոփոխություններ ըստ մրցակցի նաև։ Շնորհակալություն, այլ հարցեր։ Ես նաև գոհ եմ շատ չեք հարցնում, բայց մեր 19 տարեկանների հավաքականում միակ ֆուտբոլիստով բարձրագույն խմբում խաղում է եւ գրեթե միշտ խաղում է, թե մտնում է փոխարինման,
եղել է հիմնական կազմում Դավիթ Հարությունյանից շատ գոհ եմ, ինքը մեծ աշխատանք է կատարում, մեծ առաջընթաց ունի եւ այսօր էլ մտավ խաղադաշտ, նույնիսկ չխաղաց այլ դիրքում, որը սովորաբար չի խաղում, այսինքն 8 համար 5-3-2 սխեմայում մեծ ծավալի աշխատանք կատարեց, թե պաշտպանությունում, թե գնդակով, դա մեր ներկա եւ ապագա լավագույն հայ ֆուտբոլիստներից մեկն է։ Շնորհակալություն։